21 TV-ի հարգելի հեռուստադիտողներ, մենք այս պահին ուղիղ հեռարձակմամբ գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տարածքում, որտեղ արդեն տևական ժամանակ է մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները հայտարարել էին, որ այսօր ժամը 17:00-ին գալու են Մայրաթոր կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականի պահանջով։ Սրանից շատ չանցած Արագածոտնի թեմը հայտարարություններ տարածել, նշելով, որ նախատեսված միասնական աղոթքը, որը պետք է տեղի ունենար Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, տեղափոխվում է Մայրաթոր։ Այս հայտարարությունը եպիսկոպոսների հասարակության շրջանում մեծ դժգոհության ալիք է բարձրացրել։ Շատ հավատացյալներ, այդ թվում ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին II կաթողիկոսին եւ հայտնել, որ այսօր գալու են Մայրաթոր։ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու այսօր Մայրաթորում նախատեսված հավաքին, իր խոսքով մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել է, որ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող անձանց չեզոքացնելու համար, շարունակելով պնդել, թե եկեղեցին պետք է պաշտպանել ամենայն հայոց կաթողիկոսից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները այսօր Մայրաթոր գնալուց ժամեր առաջ հայտարարել են, որ իրենցից մի քանիսը, որոնք Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, կաթողիկոսի որոշմամբ դեկտեմբերի 15-ից հեռացվել են խորհրդից։ Եպիսկոպոսները պնդում են, թե 2021 թվականին Գերագույն հոգևորականների խորհրդի կազմը պետք է փոխվեր, ինչը տեղի չի ունեցել։ Հայտարարության վերջում եպիսկոպոսները կրկին հարցի հանգուցալուծում են համարել ամենայն հայոց կաթողիկոսին հանգստյան կոչելը, նոր կանոնադրություն մշակելն ու ընդունելը, հիմնվելով Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ավանդության եւ առաքելության վրա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել զգաստության կոչ անելով մեջբերում վտանգավոր հավաքի նախաձեռնությունը ստանձնած 10 եպիսկոպոսներին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ եպիսկոպոսները պետք է դրսևորեն պատասխանատվություն եւ գործեն բացառապես եկեղեցու կանոններով։ Մայրաթորը նաեւ հորդորել է ժողովրդին պահպանել հանդարտություն եւ չտրվել սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսները գնալու են Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով, հայտարարել են եպիսկոպոսները։ Ըստ բարձրաստիճան հոգևորականների, ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած անհատական զրույցների ժամանակ, թե ժողովական մակարդակով եւ թե հանրային տիրույթում, այլևս հատել են մեջբերում այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե մեր եկեղեցուն, թե պետությանը եւ թե հավատավոր ժողովրդին, ասված է հայտարարությունում։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր Մայրաթորում մատուցվող պատարագին ընդառաջ, մասնավորապես նշվում է. Նիկոլ Փաշինյանին հանդիպած 10 եպիսկոպոսների քաղաքացիներին Մայրաթոր հրավիրելուն հաջորդել են սոցցանցերում սադրիչ իրավիճակը թեժացնող գրառումները։ Ոստիկանությունը իրականացնելու է իր առջև դրված պարտականությունները պահպանելու հասարակական կարգը։ Ներքին գործերի նախարարությունը խնդրել է քաղաքացիներին զերծ մնալ իրավիճակը լարելուց եւ հասարակական կարգը խախտելուց, հակառակ դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր քրեա իրավական շրջանակներում։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ժամը 17-ին։ Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը, միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին։ Եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով մի պառակտիր մեր ժողովրդին եւ նվեր մի արա մեր թշնամիներին։ Մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այս կոչն է արել Նիկոլ Փաշինյանին, անդրադառնալով 10 եպիսկոպոսների Մայրաթորում սպասվող ակցիային։ Նա նշել է, որ իրենք լինելու են Մայր տաճարում աղոթելու եւ հոգեվոր սնունդ ստանալու։ Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ բոլոր կողմերից, թե պետական աշխատակիցներին ում ստիպողաբար, քաղաքացիական հագուստով, ուժային կառույցների բերելու են այնտեղ, թե մեր հավատավոր ժողովրդին, լինելու ենք այնտեղ հավատավոր ժողովրդի հետ եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որ այս օրը, որ նրանք ուզում են սարքել ամոթի օր, դառնա տոն, համերաշխության տոն։ Մենք պետք է իրար հետ դա անենք
Չնայած որ մարդիկ օգտագործելով եպիսկոպոսների թուլությունը այդ մարդկանց օգտագործում են որպես պարակտիչ գործող մեր եկեղեցում։ Ruben Vardanyan. Ադրբեջանցի դատախազը պահանջել է ՑՄԱ ազատազրկել Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին պետնախարարը ավելի քան 2 տարի է Բաքվի բանտում է։ Շինծու դատավարությունների ընթացքում Բաքուն Վարդանյանին մեղադրել է մի շարք կեղծ հանցանքների համար՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Ռուբեն Վարդանյանը որդու հետ հեռախոսազրույցի ժամանակ երեկ ասել է, որ ոչնչի համար չի զղջում, պատրաստ է պատասխան տալ իր արարքների համար Աստծո առաջ, միակ բանը, որի համար ափսոսում է, որ չի կարողացել անել ավելին։ Արցախը եղել է, կա եւ կլինի, անկախ պատմությունը շարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից, ասել է Ռուբեն Վարդանյանը։ Ըստ ադրբեջանական պետական ապագործակալության այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբականակը AI-95 բենզինի 22 վագոն։ Բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան։ Ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնությանը երկաթուղու վերականգնման խնդրանքով դիմելու մասին, մասնավորապես Երասխ Նախիջևան եւ Ախուրիկի հատվածից մինչեւ Թուրքիայի սահման։ Առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան Ղազախ հատվածի հետ կապված, որովհետեւ կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա եւ հույս ունեմ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն։ Ինչ վերաբերում Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է, նրան կրկին հարցաքննում են, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Նրա պարզաբանմամբ Շահրամանյանին հարցաքննության են կանչել Արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Սամվել Շահրամանյանը վերոնշյալ գործով անցնում է որպես վկա։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Վտանգ չեմ տեսնում ինձ մեղադրանք առաջադրելու եւ հնարավոր կալանքի վերաբերյալ»։ Նա մասնավորապես նշել է մեջբերում հարցաքննությունը հիմնականում կապված էր 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների եւ դրա հետևանքների հետ, թե ինչ հարցեր են բարձրացվել, նախաքննական գաղտնիք է։ Ինձ այսօր հարցաքննել են վկայի կարգավիճակով։ Արցախի նախկին նախագահը վստահեցրեց, իրեն ուղված բոլոր հարցադրումներին պատասխանել է, ինչպես եւ մյուս բոլոր 12 հարցաքննությունների ժամանակ։ Եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Նիկոլ Փաշինյանը բարկացել է կառավարության նիստի ընթացքում, պատմել, թե իր աշխատակազմից գնացել են խանութից առևտուր անելու։ Նրանց ասել են, որ կանխիկով առևտրի դեպքում մի գին է, անկախիկի դեպքում մեկ այլ գին։ Փաշինյանը հունից դուրս է եկել եւ կարգադրել փակել տվյալ խանութը։ Փակեք այդ խանութը։ Փակեք այդ խանութը։ Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Ստուգելու եմ, չգիտեմ, ասածս ինչքան է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Միջև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պետք է չբացվի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մերժել է Վենեսուելայի կամ նրա տարածքում ռազմական գործողություններն արգելող բանաձևը։ Վենեսուելան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով։ Կարակասը հրամայել է ուղեկցել երկրից նավթ տեղափոխող նավերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն եւս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելքում գտնվող նավին որպես թմրամիջոցների դեմ պայքարի գործողության մաս, հայտնել է հարավային հրամանատարությունը։ Իսկ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգին ուղղված իր ուղերձում չի խոսել Վենեսուելայի եւ սպասելիք քայլերի մասին։ Նա շնորհավորել է ամերիկացիներին նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, ասելով, որ իրենք հարգում են բոլորին։
Եվրոպական միության խորհրդարանը հաստատել է ռուսական գազի ներմուծման փուլային դադարեցումը։ Ըստ ծրագրի մինչև 2027 թվականի վերջը ռուսական գազի ներմուծումը կդադարի։ Օրենքն ուժի մեջ է մտել 500 կողմ, 120 դեմ եւ 32 ձեռնպահ ձայներով։ Այնուամենայնիվ արգելքը պահանջում է հաջորդ տարվա սկզբին սպասվող Եվրամիության նախարարների պաշտոնական հաստատումը։ Պաշտոնյաները ակնկալում են, որ երկրները կհաստատեն գործարքը առանց փոփոխությունների։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ հինգշաբթի Բրյուսելում մեկնարկող Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովում չի աջակցի որևէ նախաձեռնության, որը կհանգեցնի Ուկրաինայում պատերազմի հետագա սրմանը։ Նրա խոսքով Եվրամիությունը դեռ չունի հակամարտության լուծում։ Ֆիցոն նաև խիստ քննադատել է Գերմանիայի կանցլերին Պուտինին Հիտլերի հետ համեմատելու համար, դա անվանելով չափազանց անհաջող։ Վարչապետը նշել է, որ Եվրամիության որոշ առաջնորդներ կողմ չեն խաղաղ բանակցություններին եւ քննադատել է Բրյուսելի մոտեցումը, նշելով դրա բացասական ազդեցությունը Եվրամիության միջազգային դիրքի վրա։ Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է 90 միլիարդ եվրո սառեցված ռուսական ակտիվներ օգտագործել Ուկրաինայի համար, սակայն մի շարք երկրներ, այդ թվում Սլովակիան, Իտալիան եւ Հունգարիան կոչ են անում գտնել քիչ ռիսկային լուծումներ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչություն Վոլգոդոնսկի վարչակազմի շենքում ձերբակալելով ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ուսանողուհի մահապարտի։ Նրան բռնել են ռումբով ուսապարկը պաշտոնյային հանձնելուց կես ժամ առաջ։ Պայուսակում հայտնաբերվել է մոտ 10 կիլոգրամ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք, խոցող տարրերով։ Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի արձակման հետևանքով զոհվել է 3 եւս 9 վիրավորվել։ Զոհվել են այդ թվում բեռնատար նավի անձնակազմի 2 անդամ, հարվածի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել, սակայն քիչ ուշ այն մարվել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ մեկին չեն զրկում անվտանգության իրավունքից, բայց կկատարեն իրենց խոստումները, այդ թվում ՆԱՏՕ-ի չընդլայնումը։ Ոչ թե Ռուսաստանը սկսեց պատերազմը Ուկրաինայում, այլ Արևմուտքը։ ԱՄՆ նախորդ վարչակազմը դիտավորյալ իրավիճակը հասցրեց պատերազմի։ Վաշինգտոնը եւ Եվրոպան վստահ էին, որ կարճ ժամանակահատվածում կոչնչացնեն Ռուսաստանը, ասել է Պուտինը եւ նշել, որ երկիրը պատրաստ է բանակցել եւ լուծել բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով։ Ռուս առաջնորդը հայտարարել է, որ Մոսկվան անկասկած կհասնի իր նպատակներին Ուկրաինայում, այդ թվում ռազմական ուժով գրավելով այն տարածքները, որոնք Վլադիմիր Պուտինը ռուսական է համարում։ Ֆրանսիայում հարյուրավոր ֆերմերներ արդեն քանի օր է բողոքի ցույցեր են կազմակերպել կառավարության հրաժարականի պահանջով։ Նրանք ցանկանում են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին վռնդել Ելիսեյան պալատից։ Ցուցարարները տրակտորներով փակել են փողոցները, պահել հակակառավարական գրառումներով պաստառներ եւ կեղծ արյուն լցրել գետնին, դատապարտելով գյուղատնտեսության նախարարի գործողություններն, ըստ որի կենդանիները պատվաստվում են վիրուսների դեմ, սակայն իրենց խոսքով երկրում տիրում է համատարած սպանդ։ Ֆրանսիայում այս տարի գրանցվել է կովերի քովիդ վարակի 113 դեպք, ինչը հանգեցրել է մոտ 3300 խոշոր եղջերավոր անասունի մորթի։